անունը դնենք Բարենցավան։ Երկնքից նայում եմ մեզ ու ասում է, իշտավա որ չեն մոռացել իմ մասին։ Ես ձեր ջատագողն եմ։ Ես դե Չարենցավանի մեջ մեկ այդ հարցումը բարձր։ Գիտես ում։ Եկանք հասանք, ում որ պետք է, ուրեմն լեսի արա։ Դե բարով եք ծնվել հոգևոր աշխարհում, գիտես ինչն է դժվար։ Կարապը հոտ է քաշում, աղջկա, զգացի չէ ոնց էր ուզում։ Հարգելի ընկերներ, մենք հոգևոր կապ ենք ձեռք բերել Մասիսի եւ Սիսի հետ եւ այստեղով անցնելուց հավատացեք մի կերպ եմ դիմանում, որ չնկարեմ, բայց մեկ այլի նկարում եմ եւ ուզում եմ ձեզ հայտնել հետեւյալ լուրը։ Մենք գնում ենք ուղիղ Չարենցավան եւ մի բան ենք որոշել, որ ուզում ենք Չարենցավանի անունը դնենք Բարենցավան, որ բարի լինի ամեն ինչը։ Մենք գնում ենք Բարենցավան, երբեմն էլ Չարենցավան։ Ջամբրայիլի լեռներ նագիշեր հիշեցին մեր նախնյաց քաջեր Դեռ եք ասնում, որ այս տեսանյութը ձեր մասին է։ Հիմա մենք գալիս ենք Չարենցավանը ֆիքսելու։ Այնտեղ անակնկալ ունենք ջերմագին եւ պետք է պատշաճի ներկայացնել անակնկալը։ Մնացեք մեզ հետաքրքիր է լինելու, իսկ Արարատն էլ մեր սուրբ ընկերը բոլորիս պահապան։ Արարատի դիրքը տեղը այնպեսին է, որ միանգամից հասկանալի է դառնում, որ աստվածաշնչյան սարը, որի վրա իջավ նորը, Նոյը հենց այս սարն է, որովհետև այն ամբողջ աշխարհի մասշտաբով տարբերվում է իր տեսքով, տեղով, դիրքով եւ գեղեցկությամբ։ Միանանք մի պահ եւ շարունակենք մեր ճշմարիտ ճանապարհը դեպի Չարենցավան։ Չարենցավան սիրուն քաղաք, արի գնանք, անակնկալանենք ու հետ գանք։ Մահվանդեմ դուրս ելան քաջերան ուրերա ջամ աստված մեր տերան անմեղալ յուն թափվեց այդ կռվում անարդարը երբեք չի ներվում Ընկերներ, մեր ճանապարհը արդեն քիչ անց կհասնի Չարենցավան քաղաք, որտեղ մենք միշտ պատվերի հանձնելու արարողությունը գեղեցիկ կֆիքսենք Չարենցավան քաղաքը։ Իսկ հիմա մենք գեղեցկագույն ճանապարհով ուղևորվում ենք դեպի Չարենցավան։ Հələ չենք հասել։ Ոնց տեսնում ու նկատում եք, մենք դեռ գնում ենք եւ ամփորձանք է ամեն ինչ, քանի որ ձեր օրտանքները մեր հետ են, ինչպես նաեւ մեր ճանապարհը ճշմարիտ է։ Տեսեք ինչ գեղեցիկ է այս ճանապարհը եւ այն վաղուց կա, բայց որտեղ գեղեցկությունը, այնտեղ էլ թաքնված են բազում վտանգներ։ Այս ճանապարհը միևնույն ժամանակ շատ վտանգավոր է եւ շատ կյանքեր է խլել։ Այստեղ պետք է զգոն լինես եւ ուշադիր, որպեսզի լիգա ինշուրանսը չգա ու վթար ֆիքսի։ Հետո փողերը տան կամ չտան, չգիտեմ, էլ այդ պահերը ոնց կլինի։ Եթե ճիշտ ես կտա, եթե սխալ, ավաղ չեն տա։ Բայց ճիշտի ու սխալի պահ այստեղ չի, այլ կյանքի հետ գործ ունենք։ Դրա համար մենք պետք է մաքսիմալ զգոն լինենք, որպեսզի հանկարծակի չլինի այնպես, որ օրինակ այս չարաճճի տեսախցիկը նկարի եւ արագության շտապը գա։ Հայրենի լեռներում արթուն արծինաման անառիգը պահեցիք թե օջախ թե սաղման Անկերներ եւս մեկ անգամ, եւս մեկ օր եկանք Չարենցավան։ Չարենցավանի խաչմերուկն է արդեն Սևան Երևան ճանապարհից աչենք թեքվելու եւ գնանք գեղեցիկ Չարենցավան։ Ուֆայից շատ լավ Հայրենի
Ընկերներ, Ուֆայից Վարդանը որոշել է շատ սիրելի քերին, անակնկալանի 60-ամյակի արդիվ, քերի անունը մոռացամ։ Անդրե քերին ուրախացնի անակնկալանի նրա ծննդյան օրը, իսկ Անդրե քերին այսօր հավաքվել է, մարդիկ է հավաքել եւ նշում է իր ծննդյան օրը։ Ինչպես նաեւ տղաների, երեխաների կնունքի օրն է, կնքվել են, ծնվել են հոգեվոր աշխարհում եւ դա միայն հաճելի է։ Մենք հասնում ենք արդեն Չարենցավանի մատույցներ։ Չարենցավանի բանաստեղծներից ո՞րն է, հայտնի ասպետ բանասը։ Հայկույն, Չարենցավանը ինչ բանաստեղծություններ է։ Այն հայտնիներից, որ դպրոցում զաստավիտ են անում սովորում են։ Լավ էլի կարաս ասես։ Բա ուրիշ էլ ինչ ա գրել, ասեմ, Չարենցը բան ա գրել, որ ես գիտեմ։ Հայտնիներից, որ ես գիտեմ։ Բա այն որ էդ էի ասում։ Դրանթեական առասպելի հեղինակ Չարենցի անունով քաղաքն ենք հիմա գնում։ Մերօրյա աղոթքը եւ իհարկե Նայդյան աղջիկների հեզաճկուն պարը հենց Չարենցն է գրել, ընկերներ, Չարենցը ով այս պահին երկնքից նայում է մեզ ու ասում է «Ինչ լավ ա որ չեն մոռացել իմ մասին, հələ տես, երեկվա ջահելն ա, բայց գիտի իմ մասին»։ Այո, պարոն Չարենց, Գեղիշե Չարենց։ Հայ զինվորս մնա Տագողն է։ Եվ միշտ կհիշեմ ձեր հիշատակաբար կպահեմ։ Հիմա եկել ենք ձեր անունով քաղաք, տեսեք հավանում եք այս քաղաքը։ Գեղեցիկ է Չարենցավանը, կոկիկ ու մաքուր, իսկ ամեն գալուց դա համոզվում է։ Այս անգամ գալուց մենք որոշել ենք Չարենցավանը դռնով նկարել։ Մեզ հիմա պետք է Չարենցավանում ծաղկային խանութ։ Ծովից ծով Հայաստան նորեն պիտի դառնա, որդիս հայ է հայոց հողում պիտ մեծանա, հայինս Եվ հենց այս պահին մեր առաջ է վեր գոյանում Չարենցի արձանը եւ ինչպես նաեւ այն մանիպուլյատորը, որը միշտ այստեղ է։ Այստեղ կանգնած է Չարենցի դիմաց, չգիտեմ չի։ հայրենիքս հզորանա Ես դե Չարենցավանի մեջ մեկ էդ հարց ունեմ Վարդան։ Գիտես ում է։ Ես այդտեղ մեր հետևորդներն էլ ցույց կտամ։ Որ մեզ միշտ նայում է, կիմանա այդ ինչ հարցի մասին է խոսքը։ Ծովից ծով Հայաստան նորեն պիտի դառնա, որդիս հայ է հայոց հողում պիտ մեծանա, հայինս է սուրբ Մասիսը ծովը մանա, հայրենիքս հզորանա ու շենանա, ծովից ծով Հայաստան նորեն պիտի դառնա, որդիս հայ է հայոց հողում պիտ մեծանա, հայինս է սուրբ Մասիսը ծովը մանա։ Եկանք հասանք ում որ պետք էր հիմա Սիրան իմ հարցերը կտամ իր պահվածքի համար, անցած անգամ բռազեի ժամանակ չգտա պատժելու, դրա համար այսօր ոչ միայն ես կպատժեմ, այլ նաև էլի մարդ կգա։ Ուրեմն լսի արա։ Անցած անգամ քո տված կոֆեն թափավ իմ վրա։ Ու քիչ էր մնում այսքան, որ ասենք օրը փչանար։ Ու դու ամոթ պետք է անես, բայց աղջիկա։ Աղջիկ այս կոֆերի ապարատը, լավ դե որ աղջիկ ես, ներող եմ ըլնում, վսյո։ Կամ չէ, ես չեմ կարող աղջիկա վրա ձեր բարձնեմ, բայց մարդ կա, որ ես այդ հարցերը կծտել, ոնց պետք է լի, լրիվ խառն էր ես, ես էր անցած անգամ բան արած, կոֆեն թափեց վրես, պետք է ասվի էլի սաղ, որ հաջորդ անգամ չկրկնվի, նա այս անգամ ոնց որ խելոք է։
Բա ո՞նց է մեծ աղբորս անունը։ Մերապ։ Մեհրաբ։ Հայկական ուժեղ անուն էլի։ Այս եկել ավտոյդ մոտ են նկարում ենք, Զաֆիրան ուժեղ ավտո է։ Սես դու քոնով հա, քո երասը դու նկարում ես սակայն։ Վարդան կա գաս համնես նկարես համնես աղբեր։ Մեր պարոն Մեհրաբի հետ որ սիրուն նկար ունենանք Չարենցավանից։ Դու ես Չարենցավանից ես։ Այո, բժնեցի եմ բնիկ։ Հա։ Բայց իմը Չարենցավանում Այսպես մտ հավեսով նկարում շատ ուրախ եմ ծանոթանալու Հաճելի է նմանապես։ Լավ լնես առողջ լնես ռուլը տել աճ։ Անփորձանք։ Մի անասելի հաճելի իրավիճակ մեր պարոն Մեհրաբը տեսավ, եկավ նկարվանք իրար հետ։ Գեղեցիկ պահեր, հիշողություն կլինի, փորձանք ճանապարհ մեծ աղբեր։ Նա վարում է տաքսի, զանգեք հարգելի Չարենցավանցիներ։ Զանգեք, գործեր տվեք։ Հիմա անակնկալը Եգյանի, անակնկալը հասնում է իր շատ սիրելի քերրիին, հա, վրեսա չէ սա։ Իսկ այսօր մենք մի իրականություն ժխտելու ենք, խառնելու ենք, հակառակը անենք։ Քանի քերրին կա, Եգյանը պիտի տորտ տա։ Հենց այդպես, ոչ թե քանի քերրին կա, Եգյանը պիտի շոկոլադ ուտի։ Քանի Եգյանը կա, քերրին ծննդի օրը պետքա տորտ ունենա իր կողմից։ Եվ հիմա արդեն մանրամասն եմ ընկերներ։ Եգյանը, մեր Վարդան աղբերը գտնվում է Ուֆայում։ Ուֆայից որոշել է քերրիին ուրախացնի անակնկալ անի։ Այսօր օրը սպիտակ է ու գեղեցիկ, քանի որ նաև կնքվել են մեր պարոն Վարդանի երեխաները։ Հոգևոր ծնունդի ականատես են։ Ամեն չհիանալի է, մնում է հանդիսավարը գա։ Հանդիսավարի անունն ինչ ասաց։ Մանուկ։ Եկավ։ Արա մեր աղբերն է, մեր Մանուկ աղբերն է։ Մանուկի հետ էլ ենք պատիվ ունեցել աշխատելու, նրանից շատ գոհ, հա։ Շատ գոհ ու շնորհակալ ենք մենք նրանից, հիմա մեր եղբայրը նորից կգա, կգնանք ու գեղեցիկ անակնկալը կհասցնենք տեղ։ Հա? Անդո? Անդրե։ Անդո։ Անդո բայց։ Հա դե Անդո իր անգետն ասում է Անդո, մենք ոչենք։ Լավ, հա, վсё։ Համարդան ասելու է Անդրե։ Շատ սիրել, բայց ժոգես որ կանչիր։ Հա? Բարեկամս ո՞նց ես։ Էլի մենք ենք։ Այո, Մանուկ, չէ։ Մանուկ ջան, հարգանքներս եղբայրս, դե ինձ օգնեցին որ հիշեմ։ Հենա մեր մեծ աղբերը օգնեց որ հիշենք։ Հա, անակնկալ ունենք 1000 բարին։ Բանը կնոջ անունը գիտես Անդրեի, Անդրեյ, չէ՞ ասում։ Անդրանիկ։ Տեսա՞լ, Անդրանիկ։ Գոհար, Անդրանիկ Գոհար։ Բայց Անդրանիկից անունն է։ Հա, գիտեմ։ Բան անենք, էլի, մտնենք գեղեցիկ բան անենք, էլի։ Շնորհավոր ենք։ Հենց հիմա թեկուզ։ Տիկնոջը։ Չէ, ամուսնուն։ Տիկնոջ կողմից։ Չէ։ Ո՞ր կողմից։ Չեմ ասի, հետ ինձ ասեմ, հա։ Դեպքում ոնց է ներկայացնում։ Good price, Մարգարյան Ստեփան, ոնց հարմարա որ կարաս չներկայացնելս էլ ասես, հեսա այս ջադեկը գալիս է։ Արի աղբեր եմ քեզ, աղբերս։ Տորթով աղբեր, մեր պարոն Անդրեի տորթով նկարվանք։ Ոնց որ լավ չես սրբ, աղբեր։ Բանը ինչ է։ Էդգար ջան, հաճելի է շատ աղբերս, ապրես։ Ինձ հաճելի է, երբ որ գալիս են անուշ աղբերներ, քույրեր եւ նկարվում են։ Ապե Գոհար չի ասած։ Գոհար չի ասած։ Անդրե Գոհար։ Այո։ Շատ դիզավաս։ Հա։ Ինչ է։ Մարգարյան Ստեփան, հատուկ ձեզ համար գոթանյուն։ Ինչու որովհետև մենք հավուտ կանալ մեր ուղղակի համար։ Եվ ծնողն ու ջիգարով համարել են ուղղակի։ Որոնք մոբիլ շապարածով հարցում են։ Սիրելի կարել, վստահ որ շատ համացանցում թե Facebook-ում, թե TikTok-ում կամ Instagram-ում շատ եք հանդիպում
Իսկ այսօր պարոն Մելիքյանը մենք անագործան, որտեղից է եկել, ո՞նց է եկել, ում է հասել, ինչպես է հասել։ Համաս կասել հենց անագործալ բերողը։ Պատրաստ եք, չէ՞։ Եկեք չինարոց ապերատիվավորենք, Ստեփան Մարգարյան բոլոր ծրծապարություններ։ Դարվա Գեղեցիկ է ժպիտը քո ու անկեր Հավաքվել արկելիները շնորհակալ եմ ծափերի համար։ Պարոն Անդրանիկ, ինչպես եք, լավ է տրամադրությունը։ Ես կամաց մոտենում եմ ձեզ ու բերում եմ ձեզ հարցինը մի գեղեցիկ տող։ Շնորհավոր ձեզ ծննդյան օրը։ Մարդ ունենք, որ ներկա չի այստեղ, ու ձեզ շատ է սիրում։ Հելա ծաղալուկ է։ Վարդան, ասում եմ Վարդանը, դե որ մի անգամից ասի ճիշտ ես ասում, Վարդանը ուպայից իրա քերին շատ սիրում։ Ծնունդը շնորհավոր թող լինի այսօր Ամոզված ես Շնորհակալ եմ շատ։ Նման ծափեր ես չէի լսել շատ ժամանակ, ձեզ շատ եմ սիրում։ Ձերը թող միշտ լինի, Վարդանն էլ հաշվեք ստեղ է։ Ես Վարդանն եմ հիմա, ու քերին բերել եմ շոկոլադ։ Ծափերը ու չի։ Ծնունդը շնորհավոր թող լինի այսօր Ծնունդը Մեծ աղբեր, դե տողը վերցու, այսօր նաև կնքվել են ձեր երեխաները, ճիշտ եմ հասկանում։ Դե բարով եք ծնվել հոգևոր աշխարհում, միշտ լավ լինեք ու սիրված, ձեր ընտանիքով, երկու անուշ աղբերներ, բարև ձեզ, ձեր ծնունդներն էլ շնորհավոր։ Ես տորթ եկեք տանք մեր երկու անուշ աղբերներից մեկին, որովհետև հիմա մեր պարոն Անդրեն գործ ունի կարևոր, ձեր անունը Գոհար, չէ՞, ճիշտ եմ։ Մեծ աղբեր, նվիրիկ գրքի։ Ակցիոն են աչքերը քո տխրությունը տարվա Գեղեցիկ է ժպիտը քո ու անկեղծ Սեղանի շուրջ նստած է հարազատ դեմքեր Միաձայն գովերքում են քեզ Եվ հիմա բերել ենք նվերը, որը Վարդան ասել է, տալիս ենք, հələ անեք ես, մեջից վերցրեք ես նվերը, մեջից անեք, սա հատուկ կոնյակ է, որը խմվելու է, հենց որ Վարդանը գա քերու էլ նստի խմել, էլի Եգյան ու քերի խմել, քեֆ անեն։ Դե, ձեզ դիքը լավ բաներ, առոշ լինեք, միշտ իրար սիրեք, գեղեցիկ ընտանիք, ձեզ էլ անչափ շնորհակալ եմ ծափերի համար, Մանուկ ջան, շնորհակալ եմ։ Ստեփան Մարգարյան, բրավո, շնորհակալ եմ։ Քեզ մի միտք է անվերջ լռությամբ ուղեք Գիտես ինչներ դժվար, ես չգիտեմ, հարգելի ընկերներ, զգացիք թե չէ, ես հուզվել եմ, որովհետև նման դիմավորելու վերաբերմունք ես բավականին ժամանակ է չէի տեսել, շնորհակալ եմ Չարեն Ցավանի մեր հարգելի մարդկանց, շնորհակալ ենք անչափ, իսկ հիմա լայքեք, բաժանորդագրվեք, տարածեք հարգելի Չարենցավանցիներ, ինչքան էլ որ ձեր կոֆե ապարատը իմ հետ չունի, դա չի նշանակում, որ ես Չարենցավանը չեմ սիրում։ Ես Չարենցավանը շատ եմ սիրում, one love Չարենցավան։ I love you։ Լավ մնացեք։ Իսկ ես գնում եմ հետ գալու սպասումով, հետ գալու եմ, ես գալու եմ անպայման հլարի։ Իսկ սա կարապը եւ աղջիկը, տեսեք։ Կարապը հոտ է քաշում աղջկա թևի տակից եւ պարզվում է, որ աղջիկը օգտագործել է անտիպերսպերանտ եւ ամեն ինչ կարգին է։ Այդ կռնատ աղջիկն է։ Վարդանը ինձնից լավ է սովորել, դրա համար ոնց որ գիտի, որ այն կռնատ աղջիկն էր։ Դե այնի հետո դրանից հետո այլ է, որ ձեռը կորցրել է։ Հիմա ընկերներ, այսօրվա մեր խորհուրդն էր, որ քերիներին պետք է շատ սիրել, նրանք շատ են սիրում եդյաններին, կապված են հոգևոր լուրջ կապերով, զգացիք չէ ոնց էր հուզվել մեր պարոն Անդրեն։ Դե, ընկերներ, լավ մնացեք, իսկ մենք
լքում ենք Չարենցավանը, բայց հետ են գալու, խոսք եմ տալիս, հետ են գալու։ Հրամանատ արջանքան անցակ պարքի լույսով Կրվում հերոսացակ ազատության հույսով Հայրենի լերներում արդուն արծվի նման Անարիգը պահեցիք թե օջախ թե սաղման քաջերան ուրերա ջամ աստված մեր տերան անմեղարյուն թափվեց այդ կռվում անարդարը երբեք չի ներվում անմեղարյուն թափվեց այդ կռվում անարդարը երբեք չի ներվում հրամանատ արջանքան անցակ պարքի լույսով Կրվում հերոսացակ ազատության հույսով Հայրենի լերներում արդուն արծվի նման Անարիգը պահեցիք թե օջախ թե սաղման անցակ պարքի լույսով Գյուղեցկությունը աղովին վերցնենք, մեզ հետ տանենք, հետո կբերենք խոսք եմ տալի, որ հետ ենք բերում Մութն ընկավ, ցուրտն էլ հետը եկավ Այո, միջև եղանակները չտաքանան, այս խաբուսիկ կլիման լինելու է Այնպես որ ընկերներ երեկոյան ժամերի դուրս գալուց տնից տակ հագնվեք կամ էլ ցերեկը դուրս գալուց որ գիտեք ուշ եք հետ տուն գնալու տակ հագնվեք հետներդ վերցրեք շոր որ անկարծ չմրսեք որ մեր ազգը առողջ լինի եւ լավ լինի իմ սիրելի հայ ազգ քեզանով եմ շնչում ապրում բա ընկերներ Արագածը Չարենցավանից հենց այսպես ունի Եվ որոշեցինք ձեզ ցույց տանք, հիմա հեռացրու, որ ես բնապատկեր ընդհանուր ինչքան հնարավոր է երևա Եվ այս տեսարանին մի անգամից փոխարինում է այս հրաշք քանդակը, որը նվիրված է համաշխարհային պատերազմին Որը համոզված եմ բոլորդ եք տեսել այստեղից անցնելուց Եվ ոչ բոլորը գիտեն իմաստը Ես էլ չգիտեմ, ինչի համար է, ինչ է նշանակում կոնկրետ արձանի այս ամբողջ մանումենտալ կառույցը ինչ նշանակություն ունի, դրա համար ով լավ տեղյակ է գիտի, գրեք մեկնաբանություններում իմանանք։ Ոնց որ բանից է պատրաստված երկար, եթե չեմ սխալվում։ Ես չեմ իրան որ իմանամ։ Դա։ Ընկերներ, հիմա մենք Չայնի ոլորաններում ենք եւ այստեղ կա մի շատ հետաքրքիր բան, որը վերջերս իմացա եւ ուզել եմ կիսվում եմ այս պահին Վարդանը հիմա ցույց կտա ինչի մասին է խոսքը տեսեք սարի վրա նկատվում են տոնածառների 4 խումբ 5 խումբ եւ այս տոնածառները տնկվել են այնպես որ մեծանալով դարձել են գրված է եղել Լենին L-E-N-I-N Լենին ռուսերեն բայց հիմա այդքան էլ չի երևում որ Լենին է գրված Դրա համար մենք դրոնով հատուկ այս կադրը նկարել ենք, որ ձեզ ցույց տանք։ Տեսեք, անցել են արդեն համարյա 1 դար անցել է ու այստեղ դեռ այս տոնածառները կան։ Լենինը գրված։ Հիմա ասածս ի՞նչ է, ով չի սիրում Լենինին, կտրեք։ Եթե սիրում եք, ով է քո աչի։ Խոսքով, Լենին։
մասն է այսքան հատվածը։ Լենինի համար մենք օդը տանել ենք դրոն ու նկարել ենք Լենինին, որ լավ երևա։ Այնպես որ խնդրեի, եթե լավ էլ չերևաց, երևակայությունը աշխատացնեք ու կարդակ տաները Լենին։ Տեսեք ընկերներ, այս արծվի արձանը մեզ ասել էին, որ գալուց կամաց նստում են Ասիսի լանջին և իհարկե այդպես է։ Ասենք նստավ գագաթին, նայած որտեղից ես հետաքրքիր մտավազում է, եթե մտովի բլուրը հանես արանքից արծվին թողես օդում, իհարկե կհայտնվի Ասիսի գագաթին, բայց քանի որ մտովի չես կարող Photoshop անել, այսպես բավարարում ենք և անցնում ենք առաջին։